Ոմա ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովն է մեր տաղավարում, շնորհակալ եմ շատ որ ժամանակ գտաք։ Ես եմ շնորհակալ։ Եկաք այսօր սեպտեմբերի 27-ն է։ Մենք վերջին տարիներին սեպտեմբեր ամիսը ավելի շատ ասոցացնում ենք բացասական իրադարձությունների հետ, քան օրինակ անկախության օրվա հետ, որը կրկին սեպտեմբեր ամսին է, ու բացասականը շատ ավելի շատ տեղ է գերավում սեպտեմբեր ամսվա ընթացքում ու տարբեր տարիների 2022-ի իրադարձությունները, 23-ի իրադարձությունները, ի վերջո 2020-ի 44-օրյա պատերազմը, բայց հետահայաց կցանկանամ ձեզ նախ հարցնել, որոնք են առաջին զգացողությունները եւ տպավորությունները վերհիշելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտը, երբ օրինակ ստացաք լուրը։ Կարճ հակիրճ պարզապես այդ օրվա քրոնիկոնը ներկայացնեք, ինչպես սկսվեց այդ օրը։ Սեպտեմբերի 26-ին ավակ որդուս հարսանիքներ, COVID-ի պայմաններում չենք կարացել շատ հյուր ունենայինք, ընդամենը 250 հոգին, մեծ հարսանիք, հոգնածություն, եւ առավոտ ժամը 5:30 ինձ զանգեցին, ասեցին սկսեց, կրծեր որդիս։ Ժամը Առավոտ 5:30 մոտավորապես, կարող է 6-ի կողմերը։ Կրծեր որդիս ծառայում էր Օմարում, եկել էր եղբոր հարսանիքին, լավ գինով ցած, մի կերպ sense ոտքի եմ կանացրել, նստացրել եմ իր փոքրիկ սև գույնի մինի ավտոն, անգլիական հետևը խորոված մորովածները, սաղ բարձեցինք բագաժնիկը, մի կերպ սաղ մենք փակինք, ասենք սո գնացիր Օմար, գնա կռվի, տղաջան։ Մենք էլ այդքան հավաքագրումով զբաղվենք։ Այդ մեքենան Քարվաճարովով անցնում էր էլեկտրոկայանի կողքը, այտենց միջև պատերազմի վերջ ու երևս մի 5 օր տեսել են այդ էլեկտրոկայանի մոտ կանգնած ա եղել արշակա դիրքերից, մենակ մի անգամ 2 օրով օտպուսկ էր իջել ու եկել էր Կարմիր շուկա մեր մոտ, ոչ թե եկել էր տուն։ Վերջը։ Մի անգամից չէ, մի 3 ժամից դրանից հետո ինձ զանգահարում է ուրեմն գլխավոր շտաբի պետի օգնականը, ասում է գլխավոր շտաբի պետը հարցնում է ինչքան մարդ կարաս հավաքագրես վաշտ, որը որ մարզում է իր մի ամիս առաջ հավաքագրես, ասի գումարտակ կհավաքագրեմ, բրիգադ կհավաքագրեմ։ Կարևորը ստատուս, պետական բան, հրամանատարությունը, եթե դուք վերցնում եք ձեր վրա, գրագետ հրամանատարներ, որ իմ հավաքագրված, ասենք, մարդիկ ինձ վստահելով չգան անգրագետ պրոտեկցիոնիզմով, ասենք, կոչումներ ստացված մարդկանց հրամանատարության տակ հայտնվեն։ Ուրեմն օգնականը ասեց գումարտակ ես հավաքում, գումարտակը կգլխավորես դու։ Ասի լավ։ Դենց սկսեցինք լարված հավաքագրել առաջի հերթին այն վաշտը, որը որ կամավորներից մենք պարապմունք էինք արել օգոստոսին, իրենք հավաքվեցին եւ այդ վաշտի հիման վրա ամսի 28-ին առաջի վաշտը ուղարկեցինք, 29-ին դուրս եկանք երկրորդ եւ երրորդ վաշտերով, ինչպես միշտ հայկական, ասենք, քառակուսի մտածելակերպը կոնցենտրացված մի տեղից զենքեր տալի, միջև եկանք հասանք դեռ առաջի վաշտը ամբողջությամբ զենքերը չէր ստացել։ Դե հարամար մի տեղում էր կուտակված, ուրիշ տեղ չունեի։ Այո։ 16 թվականին ես դրա պատճառով չգնացի ապրիլի 4-ին թե 5-ին Արցախ, որովհետև այդ 20 հոգու հետ գնացինք Սովետաշեն, տենամ ինչա կատարվում, սիրտս կայնավ, սիրտխառնոց առաջացրեց, ասի թող մի քիչ հերթը պրծնի, նոր մենք կեթանք, ու այդ ընթացքում լարված պարապում ենք։ Իսկ 20 թվականի այդ բանը մենք պատրաստված էինք, Հայաստանի Հանրապետությունը պատրաստված էր, զինված ուժերը պատրաստված էին, որ ասում էին անպատրաստ էր, դա համաձայն չեմ, պատրաստված էր, ուղղակի խելքի գյորա, հնարավորությունների գյորա։ Հիմա ամենակարևորի մասին։ Դուք գիտեիք, որ պատերազմը սկսվել է։ Միանշանակ հարսանիքի մռայլ տեսքը ֆոտոների վրա արտահայտված է։ Ինչպես էիք իդենտիֆիկացրել խնդիրը ու հասկանում, որ բան չի մնացել եւ սա այլևս ժամերի հարց։ Բաց աղբյուրներից կա հետախուզական տվյալներ, որ պետք է լրիվ դիբիլ լինես, որ չհասկանաս, որ դա ինչի մասին է խոսում։ Ասենք լավ, հավաքագրում են ռեզերվիստներին, կարողա զորախաղերը, ասենք թե։
աճացրել են, ասենք, մսի պահածոների գործարանի աշխատանքը ու ակտիվ ու դա համացանցում երևում է։ Մեքենաները, որոնք որ ամենագնաց են, պիկապ կոչվածները, հայտնի ֆոտոները, որոնք տարածվում։ Այո, ֆոտոները բանը կնիկ են խփում բանի ռազմական զինվորական գրքույկների վրա եւ համացանցում մի քանի հատ այդպես գրքույկեր հայտնված, որ բանը հավաքագրված եք։ Բնական է, երկիրը ղեկավարությունը կուրսի էր, պաշտպանության նախարարությունը կուրսի էր, գլխավոր շտաբը պատրաստվում էր։ Տոնոյանը ասում էր, որ մենք չենք իմացել օրը հարձակման եւ հետեւաբար չենք կարող հաշվարկել, մինչդեռ նույն ֆոտոները պիկապների հայտնվել էին սեպտեմբերի 24-25-ին բոլոր տելեգրամ ալիքները լիքն էին դրանով եւ 23-ից առաջի բաները հայտնվեցին մեքենաների հետ կապված, բայց ակտիվ բանը պահածոների գործարանը օգոստոսի վերջերից արդեն մսի պահածոյի գործարանը մրգի հավաքագրման սեզոնն է, իսկ իրանք մսի պահածոյի արտադրությունն էին շատացնում, դա մի բան նշանակում է թե չէ։ Պարոն Վարդանով, գուցե մենք երկուսով շատ ավելի շատ տեղեկատվություն ունենք, որը ցավալիորեն մինչ օրս էլ իրավունք չունենք կիսվելու եթերում, բայց որ պարզ լինի, ինչու է մեզ հարցերը տալիս, արդյոք պետությունը չգիտեր ու անպատրաստ էր, դրա համար մենք ճեղքումներ ունեցանք առաջին օրերի ընթացքում, թե իրականում անպատրաստ չէր, որովհետև ռազմական գործողություններից առաջ գոնե թե որոշակի գործընթացներ են տեղի ունենում, բացահայտումը, այդ նույն թիկունքի ապահովվածությունը, տարածքային կառավարման նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ուժային մյուս մարմինները սկսում են ակտիվ աշխատանք կատարել, որոշակի բլոկ պոստեր տեղադրել այն հատվածներում, որոնք ակտիվորեն պիտի օգտագործվեն օրինակ զորքի տեղաշարժի համար։ Նախնական քարոզչական աշխատանք է տարվում հասարակության հետ, մեկ շաբաթ շուտ օրինակ, երբ որ դու գիտես գործողություններ կան, տեղեկացնելու թե ինչ տեղեկատվության կարող են հետևել, որն են աղբյուրները, որոնք վստահելի են, որ պետք չէ վստահել է թումնև թշնամական աղբյուրներին։ Մերոնք ի վերջո հասկացել էին եւ ոչինչ չէին արել, թե այդպես էլ չէին հասկացել, որովհետեւ պարզունակ մի քանի գործողություն կային, որոնք հրամանատարության մակարդակում են տեղի ունեցել, ոչ պետության։ Մինչդեռ ամեն դեպքում պատերազմը պետությունն է չէ վարում, ոչ թե մենակ բանակը, ոչ թե մենակ բանակ, այլ հենց պետությունն է վարում պատերազմը։ Պետությունն է պատերազմին մասնակցում իշա ժողովրդի, բայց վարում է ռազմաքաղաքական ղեկավարություն։ Ռազմաքաղաքական, ոչ թե ռազմական։ Իհարկե, ռազմաքաղաքականն է բանանում, իր գործիքների մեջ մտնում է պաշտպանության նախարարությունը եւ այլն։ Ինչ վերաբերվում է պետությունը տեղյակ չէր, տեղյակ էր, պատրաստ էր, բայց նորից եմ ասում, իր խելքի գյորա ու դա միայն ղեկավարությանը չի վերաբերում։ Ես տարբերում եմ պետության ղեկավարություն եւ պետություն։ Պետությունը խելքի գյորա էր պատրաստ իր ուղեղի եւ դրանից առաջ ժամանակ ծախսելու եւ ֆինանսներ ծախսելուն համապատասխան։ Այ երբ որ ես նման բան եմ ասում, ինձ ասում են դու տեղ ես տալի, որ ասեն հները, բան, ինչ կապ ունի հները։ 2 տարի, 2.5 տարի գրեթե իշխանության մոտ գտնվելը բավարար էր, որ կակ մինիմում այդ ժամանակվա ռազմաքաղաքական վերնախավը սկսեր նախապատրաստել բնակչությունը գոնե էվակուացիոն պլաններ մշակեր, ոչ թե գրեր թղթի վրա, այլ մշակեր իրականացնելը եւ այլն, ասենք, որ մի թոշակառու տղամարդն է, որ ավտոբուսով գալիս երեխեքին էվակուացնում, որ տղամարդն է այդ երեխեքի, ասենք, հայրերից գնում դիրք, որը վազելով գնում է հացը թխելու, որն էլ վազելով եթում է, ասենք, չգիտեմ ինչը բերելու եւ զենքերը կակ մինիմում բաժանել, ասենք, այն տարածքներին մոտիկացնել, որտեղ որ այդ ռեզերվիստները բնակվում են։ Դա Արցախի հանրապետությունը չէր արել, որը Հայաստանի անխախտելիորեն, ասենք, միանշանակ ինքնավար մարզը չէր, հանրապետությունն էր, Հայաստանի հանրապետության կազմում, այն որ այսինքն Արցախի բանակը խոշոր հաշվով հայկական բանակի մի կորպուս էր։ Կորպուս չէր, չէ, շատ էր։ Շատ ավելի շատ։ Լավ, հայկական երկրորդ բանակն էր, բայց հայկական զինվոր բանակն էր։ Նայեք, թուրքերի մոտ 5 կորպուս էր, դարավ 4 եւ առանձին Նախիջևանյան բանակ։ Այ մենք ունեինք, ասենք, 5 կորպուս եւ մի առանձին Արցախյան բանակ, որը որ ուներ ինքնիշխան ղեկավարություն քաղաքական, բայց ռազմական ղեկավարությունը
վարում էր, ասենք, Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբ, եւ դա նորմալ էր։ Հիմա պատերազմը վարում էր Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբը, թե վարում էին Արցախի ռազմաքաղաքական իշխանությունները։ Այդ խառնաշփոթը, որ համ ռազմական, համ քաղաքական վերնախավում էր, ասենք, որ իրանց վրա ասենց բզում էր Արցախի հրամանատարության գլխին, այդ ամեն ինչը նպաստեց, որ կառավարելիության կորուստ տեղի ունենա։ Ու բավականին ունած շուտ։ Դուք որ ասեցիք հենց առաջի օրվանից, առաջի օրվանից չի եղել կատաստրոֆիկ հետևանքներով ճեղքումները, որ եղավ 7-րդ, 8-րդ օրը նոր տեղի ունեցավ ջրականի ուղղության վրա։ Առաջի օրը գրաված, ասենք 119-120 դիրքերը 105-ի պոստերում, դա հետ վերցրեցին 1-2 օրվա մեջ, հետո Շղթաներ պոստը, բրիգադը, ոչ Քարվաճառում ինչ կորցրել էին, 4 թե 5 դիրք հետ վերցրեցին առաջին։ Քարվաճառում, հա։ Նույնը եղել է Մարտակերտում, որ ասենք այն ինչ որ հետ չեն կարացել վերցնեն, հետ են քաշվել եւ մեջքով հենվելով բնակավայրերին եւ սարերին կանգնել են, դոս ճեղքումներ առաջի օրերի մեջ չի եղել է որոշ դիրքերի մարտավարական թուրքերի համար հաջող, ասենք, պահեր, բայց եղել են նաեւ հակահարվածներ, որոնք իրանց հաջողությունները ոնց որ ասած կամ զրոացրել են կամ փոքրացրել է իրանց ազդեցությունը ճակատագրել։ Բայց դա տեղի է ունեցել ժամկետների մեջ, որը սահմանված է այդ թվում նաև ռազմական իշխանության կողմից, ինչպես յուրաքանչյուր գործընթաց ինտենսիվ մարդ վարելու համար Հայաստանի Հանրապետությունը եւս կոնկրետ ժամկետ ուներ։ Դու չես կարող անդադար, անընդմեջ ինտենսիվ մարդ վարես, եթե չունես բավարար ռեսուրս։ Հայաստանի Հանրապետությունն էլ, Ադրբեջանն էլ ունի սահմանափակ ռեսուրս ինտենսիվ մարդ վարելու։ Երբ այդ ռեսուրսը ավարտվում է, դու պահուստայինն ես սկսում սպառել։ Պահուստայինից հետո արդեն սկսվում է անկանոն պատերազմ։ Հիմա արդյոք այդ սկզբնական փուլը երբ մենք կարողացել ենք ճեղքել, չի անկանոն չի սկսում, հակառակը դու սկսում ես ճակատը ուղղել, դիրքերը փոքրացնել, սեղմել զորքերը, տեղ-տեղ հետ քաշվել, տեղ-տեղ առաջ գնալ։ Ինտենսիվ մարդ վարելու ռեսուրս է ունեցել Հայաստանը ձեզ։ Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով, որ իր բաներով, պլաններով 5 օր տրամադրում է անպատրաստ ռեսուրսին պատրաստել, պահեստազորին, անպատրաստ պահեստազորին 5 օրում ինքը զինվոր է դարձնում, հանճարեղ ասենք թվերը, Խելքին մոտ հեգնանք է, թե հեգնանք է, այն էլ ինչ ձևի սարկազմա, հայհոյանք է, այդ պլանները կազմողին, իրականացնողին եւ էդի շարունակողին, ոչ ինչ ուզում եք ընդունեք էլի ասենք, որովհետեւ եթե ռեզերվիստը պատրաստ չի, եթե ինքը մշտապես նույն կոլեկտիվով պարբերաբար չի կանչվում զորախաղերի, նույն կոլեկտիվով, երբ որ իրան առանձին անց վերցնես 5 օր ներդաշնակության վրա գնա, ոչ թե ինքը սովորի, հələ մի կերպ յոլա տանել հնարավոր է։ Ներդաշնակվել դասակի մեջ կամ ջոկի մեջ, վաշտ արդեն ներդաշնակումը մի քիչ ավելի երկար ժամանակ է ուզում պրոֆեսիոնալների դեպքում անգամ, որոնք որ առավոտից իրիկուն տարիներով պարապել են։ Դուս հանճարեղ սովետ միության, ասենք, մտածելակերպով արագ մոբ իրականացնելու հարցն է։ Դուս բանը մեկ-մեկ ասում են սովետը մարդկանց կյանքերը չէր խնայում, դա այնքան էլ է տենց չի էլի։ Պրոստը ինքը 5 օր նախապատրաստում էր, ենթադրենք Նովոսիբիրսկում այդ բանը, իրար բարև տալ, պատվի առնել, բան, հետո մի ամիս գնացքով գալիս էին, այդ մի ամսվա ընթացքում ազատվելի պարապմունք էին անցնում, ներդաշնակվում էին, իրար հետևից հերթ կանել էին սովորում, համ հաց ուտելու, համ զուգարան գնալու, իրար նեղվածքի մեջ ճանաչելը, դա դրանից լավ ներդաշնակում։ Հիմա մենք ինչքան ինտենսիվ մարդ Կես տարի ամենակիչը մենք կես տարի ինտենսիվ մարդ վարելու ռեսուրս Կես տարի ամենակիչը Հայաստանի Հանրապետությունը պատրաստված ռեսուրսի դեպքում ի վիճակի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերին պատերազմական գործողությունների ժամանակ։ Դա ասենք գլխավոր շտաբը պետք է ձեզ պատասխանի։ Այն ինչ որ ես կասեմ երբ փամփուշտը սպառվեց։ Մի օր տղեկի համառության հաշվին համառության, այն որ ջրականի տղեկը արեցին, Քարվաճառի տղեկը արեցին, դա տարական աբարանցի լինելու հետևանք էր։ Իրանց համառության հաշվին մի օր, 2 օրը դարավ, ասենք 7 օր, 10 օր, 15 օր։
տղա են, ոնց չհարգես, էլի ասենք։ Մի օր, երկու, որովհետև այդ անհեռատես տասնյակ տարիներով պահեստների կենտրոնացումը բերում էր ընդրան, որ 60-70 կիլոմետր մի ящик падրոն էին բերում։ 60-70 կիլոմետր։ Այն դեպքում, որ ասենք ռեալ մարտի պայմաններում մի քանի 100 մետրի վրա պետք է լինի, ասենք մոտակա դիրքից, այն մի քիչ հեռու դիրքերից 1.5-2 կիլոմետր, ոչ հեռու, փոքրիկ պահեստներ, փոքրիկ շատ թիրախներ, նույնը կրակակետերը պետք է լինեն ցրված շատ եւ թունելներով իրար միացած։ Ցանկալիա միացրած։ Այն ինչ որ մենք անում էինք գմբեթ 2 եւ 3 ծրագրերով, շատ վայրահաչոցներ մեր վրա եղավ, էլի իրականում այնտեղ չկար դրա իմաստը, որովհետեւ դա համաշխարհային փորձի հետևանք էր, էլի, ասենք այն ինչ որ մենք կիրառում էինք։ Բայց վայրահաչոցներ եղավ, որովհետեւ պետք է բյուջետային գումարներ անանեն բետոնից շատ հաստ 40 սանտիմոց պատերով անում են հիմա։ Դե անում են, հա, անում են ու համառորեն անում են, բայց ասենք ժամանակավոր դիրքերը, որ մենք կառուցում ենք, այդ իրենց գործը առեսօր անում են 22 թվից առեսօր։ Հիմա վերադառնանք պատերազմին։ Դուք ասում եք, որ մեկ օր են ինտենսիվ մարդ վարելու, բավարարել ռեսուրսը։ Իսկ նկատի ունեմ, որ մատակարարումը անհնար էր այդ պայմաններում։ Հիմա գնանք խնդիրներ։ Ոսպետի դիրքում եղածը մի օր մի կերպ ասենք ելատան էին։ Երբ հետախուզությունը, հակահետախուզությունը, հատուկ ծառայությունները տալիս են բավարար տեղեկատվություն, որ հստակ շաշկա, մենք էլ բոլորս ախր դրա մասին շատ լավ գիտենք, տեղեկատվությունը շատ բաց էր։ Ադրբեջանը ոչինչ չէր թաքցնում խոշոր հաշվով։ Թաքցնում էր ինչքան կարողանում էր, բայց այսօրվա բանում հնարավոր չէ ամեն ինչ թաքցնել։ Որտեղ մենք տեսնում ենք շարաշուններ, մենք տեսնում էինք նույն ադրբեջանցիները թոխորտացող ծափերով այդ մեքենաները, որոնք ճանապարհում էին ինչ որ ուղղությամբ, թվերն էին կարողանում հաշվեին, քանակն էին անգամ կարողանում հաշվել, բոլորը հասկանում էին, որ վաղ թե ուշ այդ պատերազմը սկսելու է, եւ խոսքը օրերի եւ ժամերի մասին է։ Ինչ պիտի աներ։ Եվ համարենք, որ բոլորը տեղյակ են, հասկանում են, որ իրավիճակը փոփոխվել է, ինչ էր պետք անել անգամ 3-4 օր առաջ, որպեսզի մեր դիրքերը շատ ավելի պատրաստված եւ ամուր լինեին, եւ սրան զուգահեռ առավոտյան ժամը 5:30-6-ից սկսած հրետանային եւ ոչ միայն հրետանային հարվածների արդյունքում զինվորները չմնային զորամասի տարածքում քնած վիճակում, այլ լինեին մարտական դիրքում, պատրաստի մարտական վիճակում, ինչ գործողությունների էր պետք գնալ, որպեսզի այդ առաջին հարվածները մեղմվեին։ Առաջի հարվածները մեղմող գործողությունները արվել է։ Հրամանատարությանը կարգադրել է, ասենք, գլխավոր շտաբը հանել զորքերը զորամասերից եւ հանել են։ Եթե չհանեին, մի քիչ ուրիշ պատկեր էր լինելու, հավատացեք։ Հանել էին։ Ուղղակի շինություններ են եղել, որ լավ նկուղներ են ունեցել եւ որոշ ստորաբաժանումներ, ավելի ճիշտ նորակոչիկներին կամ ասենք ինժեներականին կամ չգիտեմ, ինչ որ փոքրիկ ստորաբաժան հակաօթայինին կամ ինչ որ շտաբի հատված մցրել են այդ նկուղը հաշվի չառնելով, որ հիմա էլ շատ բան հաշվի չեն առնում, էլի, որ արկը բետոնի շինությունը եթե չծակեց, ավելի մեծ արկ գոյություն ունի։ Եթե էդ էլ չծակեց, ավելի մեծ գոյություն ունի եւ ավելի։ Ֆորդոն հիշենք, ասենք, Իրանի անգամ կան ռումբեր, որոնք որ 60-ից 90 մետր խորության վրա են պայթում։ Դուք ցանկացած, ոնց որ ասած, վահանի վրա համապատասխան սուր կգտնես, էլի, որ այդ վահանը ծակես։ Այդտենց տուժողներ են եղել, Մարտակերտի ուղղության վրա, որ հենց պատերազմական գործողությունների ժամանակ ես վայթա դեռ հարվաճառում էի, երբ որ ինձ ռոլիկ ցույց տվեցին, ոնց զոհվածներին հանում են, այդ նկուղից հանում էին նորակոչիկներին, էլի։ Ոչ պակաս, ասենք, բարդեր նորակոչիկներին, երբ որ Հադրութի ուղությունից հանեցին, մենք Սարուշենում մեր շտաբներ, մեզ զանգում էին, ասում էին ձեր մոտ են, ասում են չկա մեր մոտ բան, դե ես Սարուշենում չէի, ես առաջնագծում զորքերի հետ էի, Սարուշենում թիկունքներ եւ շտաբի որոշ հատվածներ,
ասում էի չկա, ասում էի բայց մի հատ կապնվում էի, ասում էին չէ, չկա, որովհետև մի քանի կիլոմետր են Սարինշեն Հադրութի գյուղներ եւ այնտեղ նորակոչիկները ցավալիա մեծ կորուստներ ունեցան էլի, իրանց հետ ենք հաշե, Հադրութի վերևի գյուղը Սարինշենում էլի հարվածների տակ էին ընկել։ То есть չի կարելի նորակոչիկներին երեխու տեղ դրած հետ վաղտ բան անել, էլի փախցնել, հակառակը իրանց պիտի ուսումնական process-ի մեջ արագ մտնես շատ արագ։ Դե պանիկա է տարածվում, երբ որ նահանջի են գնում, նշանակում է այլընտրանք չկա եւ փրկությունը միակ փախուստն է, իսկ թիկունքից հարվածել այս դեպքում դառնում դա այնքան էլ փախուստ չէր, դա ոնց որ ասած բան էր, էլի կազմակերպված հետ նահանջ էր, հենց նորակոչիկների հետ կապված, բայց իրանք ոնց որ թե դիվերսանտների կողմից ճշտված հարվածների ենթարկվեցին, ասենք հոկտեմբերի 20-25 արդեն պատերազմական ռազմական գործողությունների թեժ պիկային փուլն է, երբ Հայաստանում մարդկանց պարզ է դառնում, հստակ է դառնում, որ ամեն ինչ այնքան պայծառ եւ շքեղ չէ, ինչպես երկար ժամանակ ներկայացվել է, ինչպեսին է նկատի ունեք Երևանում, Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական գործողություններից հեռու, այսպես ասեմ։ Մինչդեռ Արցախում լրիվ ուրիշ իրավիճակ էր, բոլորս գիտենք այնտեղ ինչպես էին մարդիկ վերաբերվում դրան, բայց 2025 արդեն ոչ միայն ռազմական, այլև քաղաքական իշխանության համար է պարզ դառնում, որ սա այն մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը տրամաբանության մեջ չի աշխատում այլևս եւ իրավիճակը գնում է դեպի ծայրահեղ հանգուցալուծման։ Արդյոք հնարավոր էր 2025-ին իրականացնել, մենք բոլորս գիտենք, որ բաց աղբյուրներից, տարբեր հարցազրույցներից ինչ-որ օպերացիաներ են նախաձեռնվել, ոմանք գումարտակներով չեն մասնակցել դրանց, ոմանք մասնակցել են, բայց չեն հաջողել օպերացիաները կտրել, թիկունքում թողնել, կաճոլ անել եւ այլն։ Ինչ կարելի էր անել արդեն այս փուլում, երբ որ թշնամին մտել էր արդեն ջրական, Հադրութի թիկունքից գնացել էր Ֆիզուլի, արդեն դեպի Մարտակերտ է շարժվում եւ դեպի Խորք, դեպի Քարինտակ, հնարավոր էր արդյոք այս դեպքում բեկում մտցնելու համար ռազմավարություն կամ մարտավարություն փոփոխել ու այդ մարտավարությամբ փորձել հետ շպրտել, գոնե թե տանել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններին, որպես բնագիծ ամրանալով այնտեղ։ Հարված հասցնել, որը կարար շողոլից գցեր թուրքերին, հնարավոր էր։ Այդ ձեր նշած հոկտեմբերի վերջ, մենք արդեն մի շաբաթ Կարմիր շուկա ենք տեղափոխվել գլխավոր շտաբի պետի հրամանով։ Մենք միանգամից չէ, մի քանի օր տևեց մինչև թուրքերի կանգնացրեցինք այդտեղ եւ հասկացանք, որ հենց մեր կողքից զորակով դեպի Շուշի հիմնական կալոնաներն են, բարձունքների հետևում մենք իրանց չենք տեսնում, անօթաչուն հանում էինք, բայց հեռու երբ որ փորձում էինք տանենք, կորում էին այդ անօթաչուները, մենք ունեինք նորմալ մի 10 քանի հատ մեր փողերով գնաց անօթաչուներ եւ մեր փողերով գնաց զրահաբաճկոններ, ասեմ, սաղավարտներ մեր փողերով գնաց, որովհետեւ ասենք մեզ 400 հոգուց մի քիչ անձնակազմին 35 կոմպլեկտ զրահաբաճկոն պրոբաներ եւ շլեմ էին տվել, թե ոչ երկաթից։ Մենք շատ միջոցներ էինք ծախսել մեր գումարներով եւ հետո մի տարի այդ պարտքերը փակում էինք էլի։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Մենք տեսնում ենք այդ շարժը, որ ծուխ էր բարձրանում, մեքենաների շարժը բան եւ երկու անօթաչու կորցնելուց հետո ուրեմն տվյալներ այդ տարածքի ֆրոնտի ոնց որ ասած հրամանատարից հարցրեցինք, ինչ կարանք անենք, ասեց ոչ մի բան, մենք պետք է դիրքերը պահենք։ Ես առաջարկեցի ներխուժենք ներս այդ թուրքերին, որ մեր դեմ կանգնած են, ասենք, եւ մեզ շրջապատելու փորձեր են անում դեպի Աջից եւ այսա դուրս կգան թիկունք, ասի շուռ տանք իրանց ու փագենք դեպի Շուշի տանող այդ անտառային ճանապարհը, ոնց որ ասած կլեշի մեջ վերցնենք եւ սնունդից, զինամթերքից, բանից կդրված իրանք բավականին լուրջ կասության մեջ կարան հայտնվեն, ամենակիչը իրանք հարվածները այտենց ուժեղ չեն լինի։ Լավագույն դեպքում ինքը բանը օթային եւ հրետանային հարվածի ճշգրիտ, ասենք, ճշգրտումներ կանի, ինքը ինքնուրույն ուժ չի լինի այդ հսկայական խումբը, այնտեղ ոնց պարզվեց երկու լեռնահրաձգային գումարտակ Նախիջևանի բրիգադից, իրանք այնտեղ ոնց որ ասած բավականին թուլանալու էին իրենց աջակցող երկու
Սուլթան Մուրադ, ասենք, կազմակերպության գումարտակներով։ Բայց մենք սկսեցինք նախապատրաստվել, ինքը հավանություն երևի ստացավ վերադասից կամ արհամարեց, ասենք, չզեկուցեց, ասեց պատրաստվում ենք։ Երևանում այդ ժամանակ պատրաստվում էր մի վաշտ, որը պետք է գար ոմային օժանդակելու, կառավարելիության զորքերի կառավարելիության պայմաններում, ասենք, կորուստի պայմաններում, այդ վաշտը անմիջապես, ասենք, մենք պատրաստում էինք, ոչ թե ցանկացած ուրիշ վաշտ ուզեցինք, որովհետև ուրիշ վաշտ դա ուրիշ կանոններ եւ հնարավոր է, ասենք, պանիկայի եւ բանի չղեկավարվող դրսևորումներ, մենք այդ վաշտը, ասենք, ավելի լավ սպասենք եւ ամսի նոյեմբերի 1-ին այդ վաշտը պիտի գար հասներ մեր մոտ։ Բայց քանի որ զորքերի կառավարելիության կորուստ էր տեղի ունեցել, ցանկացած շարքով քայլող խումբ դիտարկում էր որպես զորք։ Հա, ու ամեն մարդ փորձում էր Իրանը դարձնել եւ Լաչինի կողմերը կանգնացրել էին մեր վաշտը, որ գալիս էր օժանդակելու եւ կանգնացնելու եւ հնարավոր է բեկում մտցնելու պատերազմի մեջ, անունը չեմ ուզում տամ, մի հանճարեղ զորավար, դա Հեգնանք է, Հայոյանք է։ Նախկին ենթադրում եմ։ Չգիտեմ, Աստված թող ինձ ների Սատանեն իր հետ։ Ուրեմն ինքը ստիպում է, որ այդ վաշտը իրան ենթարկվի ու մնա այդտեղ իր հրամանատարության տակ։ Վաշտը չի ենթարկվում, ասելով, որ մենք համալրումն ենք, այսինչ գումարտակի 157 գումարտակի, իրանց զինաթափում հետ են ուղարկում։ Եվ իրանք 7 օր ուշացած են գալիս հասնում։ Իրանք գալիս են 7-ի երեկոյան, ոչ թե ամսի 1-ի առավոտյան, այլ 7-ի երեկոյան խարվաճառով։ Բան չի մնացել։ Մենք սկսում ենք անմիջապես, ասենք, որոշ ռակիրովկեք ենք անում տեղում, այդ ճակատի հրամանատարի Արարատ Մելքոնյանի պատվանունը չոլկա, ուրեմն իր հետ սկսում ենք ինչ-որ բան նախապատրաստել, ամսի 11-ին առավոտյան մենք պետք է սկսենք։ Դե դրանից 1-2 օր առաջ գիտեք ինչ տեղ ունեցավ։ Եթե մենք 11-ի առավոտյան պիտի սկսեինք, բայց ամսի 7-ին արդեն կային տեղեկություններ, որ ադրբեջանական զորքերի զգալի մասը կամ որոշ մասը հատուկ ջոկատայիններ արդեն բարձունքում են գտնում եւ Շուշիի տարածքում։ Դա բան չի փոխում, իրանք հայտնվում էին շրջապատման մեջ այդ դեպքում։ Եվ եթե մենք 11-ին իրանք շրջապատման մեջ վեկալ ենք, սկսենք լայնացնել են պլազդարմը, որը ձորը կփագեր, թեկուս չգնալով դեպի Հադրոտ, միայն մեծ թաղերի, ասենք, թուրքերեն ասած թաղլարի այնտեղ ջոկատների հետ մենք համագործակցելով այդ բանը փագենք ու ամուր պահենք, թեկուս Միքչև Սարգիսաշեն լայնացնելով կամ էտել չանելով, իրանց շրջապատման մեջ պահելով, բավականին լուրջ փոփոխություն կարար ի հայտ գար եւ պատերազմը այդպես չէր վերջանա։ Ընդհանրապես պատմությունը չի սիրում, էլի, հա, եթեները չի սիրում, բայց փաստերը այդ էին, որ խանգարող բաներ կար ու ամեն ինչի գլխի վերևը գլխավոր մեղավորը կառավարելիության կորուստ Պատերի ուպրավլենիա։ То есть դա եթե չլիներ, չէր լինի ջրականի չհաջողված օպերացիան, չէր լինի հետ նահանջը, որովհետև թեկուս հրետանիով բանով տղեկի դիրքերը քանդած քրքրած բան ավելի ապահով է դիրքը, քան հետ նահանջ բաց դաշտում։ Հսկայական քանակ կորուստներ, որ ունեցել ենք, ասենք, բաց դաշտում, դիրքերի հետ որ համեմատում ես, համադրելի չէ, էլի, դիրքերում շատ ավելի քիչ մարդ է զոհվել, քան դիրք մոտենալուց կամ դիրքից հետ քաշվելուց։ Դե եթե հաշվի առնենք, որ բազմաթիվ նախկին հրամանատարներ եւ հայկական բանակի եւ արցախյան բանակի պարզապես միմյանց նկատմամբ ունեցած անտիպաթիայի արդյունքում չէին ցանկանում անգամ համագործակցել տարբեր ուղղություններով, պատճառաբանելով, որ ես չեմ կատարի սրա հրամանը, եթե դուք ինձ ներառում եք նրա ենթակայության ներքո, սպասելի էր նման արձագանքը, բայց բանը եկավ հասավ նոյեմբերի 9-ին։ Եվ առհասարակ պատերազմները սկսում են, երբ դիվանագիտությունը ձախողում է, բայց դիվանագիտությունը սկսեց աշխատել հավանաբար հաշվի առնելով այդ նաև մեր ծայրահեղ իրավիճակը։ Այն ինչ կնքվեց նոյեմբերի 9-ին, համապատասխանում էր հողի վրա առկա իրավիճակին, այսինքն դրանք հավասարազոր պայմաններ էին, այն ինչ կար նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ եւ այն ինչ կար իրականում հողի վրա։ Կարծում եմ ոչ, որովհետեւ նախ ճանապարհները
մեկը օպերատիվ, ասենք, թուրքերի ազդեցության տակ էր, մեկը ամբողջությամբ ազատ էր Արցախ տանող։ Եվ այն հայտարարությունները, որ շրջապատման մեջ է հայտնվել Արցախի տարածքում եղած մեր զինված ուժերը, այնքան էլ իրականություն չէր։ Ամբողջությամբ, ասենք, մեր տիրապետության տակ էր, կրակային ազդեցություն չուներ թուրքը, քարվաճառով անցնող ճանապարհի վրա։ Զոդի ճանապարհ։ Այո, այդ ճանապարհը ամբողջությամբ մեր տնօրինության տակ էր, դա մեկ։ Երկրորդը, ուրեմն Շուշի մտած զորախումբը ծայրահեղ վատ վիճակում էր։ Ծայրահեղ։ Եվ ամենակիչը Սամվել Բաբայանը դա հասկանում էր, որովհետև խմբավորում, որը որ երկու գումարտակից կազմված, մեկը երևակային ներսը, մեկը ներքևը, այդ լեռնային հրաձիգները, իրանք իրանց ուսերի վրա եւ թաքուբ իրեն մեքենաները, որ 10-15 հոգի համարյա գրկած ցեխի մեջով անցկացնում էին, հնարավոր չէր այն պաշարները իրանք ունենային զենք զինամթերքի, որ կարանային երկարաժամկետ, չէ, միջնաժամկետ մարտերին դիմանային, բացառվում էր դա, ուղղակի բացառվում էր։ Սնունդ դու քաղաքը ձեռն անգել, խանութներ, պահեստներ, բան, սնունդ հարց չկա, բայց փամփուշտ, նռնակ, ականներ, ասենք, ականանետի համար, նռնականետի համար նռնակ բացառվում է իրանք այդ զապասները իրանց վրա։ Լավ, գրանտամյոչիկը քանի հատ, ասենք, նռնականետի բան պատրոն կարա իր մեջքի հետևը կրին։ 5, 6, 10, բա դրանից հետո դու սուտ է, որ մեր վիճակներ ծանր։ Շուշի խմբավորումը, որը որ Էդելվեյս բարձրացող գերմանական, ասենք, բան ալպինիստների պես գնացին դրոշ խփեցին։ Իրանք լավագույն դեպքում թուրքերի համար, եթե մենք մեզ ճիշտ պահենք, լավագույն դեպքում այդ գերմանացիների պես վերջում պոչները քաշելու էին ոտների արանքը եւ ծվծվալով հեռանային։ Իրանք ոչ մի բան չէին կարող անել։ Իսկ մնացած ուղղություններով վերջո խոսք գնում էր նաև Մարտունի ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ։ Մարտունին կայուն էր։ Իսկ ես Մարտունիում էի, ասենք 15000 զինվորները, որոնք շրջափակման մեջ էին, հետո դարձան իհարկե 20-25000, ես հետ եմ ասում, չկա այդ շրջափակում։ Այդ շրջափակման մասին զրույցները դա այն էր, որ Շուշի ճանապարհը թուրքերի կրակային ազդեցության տակ է։ Հնարավոր է լրացնել Շուշիում թուրքերին հեռահար կրակով, թե մենք չունենք ճանապարհը օգտագործես, պետք չէր քեզ։ Պետք չէր այդ դրա վրա այդքան ռեսուրս ծախսել պետք չէր։ Ընդհանրապես իրան շրջափակել էր պետք ռեզերվիստների ուժերով անգամ։ Ոչ թե ասենք կանոնավոր բանակ, սպեցնազի դեմ հիմարն է սպեցնազ ուղարկում։ Սպեցնազը լավ պատրաստված զորք է, իրան կարաս ուրիշ տեղ օգտագործես։ Ռեզերվիստը ուղակի տեղը, ասենք, նստի ու նայի, որ ընդեղից ոչ մեկ, ասենք, չկարնա նինդզյայի տեղ դրած իրան աննկատ անցնի ու խոցի, կրակի թեկուս վախցնի հետ բրդի, բավարար է։ Շուշին ինչքան պետք է դիմանար։ Հա, լավ սնունդը, ասենք, էլ եմ ասում, երկար կարող է քաշել այդ փոքրիկ զորամիավորում, չէ, զորախմբին։ Փամփուշտը, բան նռնակը, կարճ ասած, իրավիճակը այնպես չի, ոնց որ ասենք հաճախ մենք պատկերացնում ենք։ Մարտունի ուղղության վրա տանկային հարձակումը մենք կանգնացրել էինք։ Այդ տանկային հարձակման ձախ թևը հենց իմ դիրքերի վրա է եկել ու մենք այդ տանկերը խոցել ենք։ Զրահատեխնիկան, որ այդ տանկերին աջակցող, ասենք, ավելի, ասենք, լևոֆլանգովի մտավ մեր դիրքերը 4 հատ իսրայելական սանդքատը մենք խոցել ենք։ Հենց մեր դիրքերում։ Բարոյ հոգեբանական վիճակը այդ ժամանակ։ Բարոյ հոգեբանականը շատ բարձր։ Ասեմ ձեզ sense մի բան էլի, մենք 250 հոգով, ուրեմն գումարտակի մոտ 100+ մարդ մնաց Քարվաճառում, գլխավոր շտաբի պետի հրամանով, մենք երկու մասի ոչ հավասար բաժանվեցինք, 250 հոգով եկանք մի տարածք, որտեղ երկու գումարտակ էր կանգնած։ Մեկը Թալիշի գումարտակներ, մեկը Ցորի։ Այդ գումարտակների թիվը 50-60 հոգի էր ամեն մեկը։ Գումարտակի թիվը 50, որովհետև մարդիկ կորուստներով, զոհված, վիրավոր, փախած, ձեզերծիր, չգիտեմ, դավաճան, սրիկա, հիվանդ, այդ իրանցից ազատվել էին, մնացել էին տղեկն էին։ Ու գումարտակ 50 հոգի պարզապես այլ են կարվում Վաշտի թվականակի։ Բայց Վաշտից էլ քիչ է դա։ Այդ երկու գումարտակը մոտավորապես մեկ առանձին Վաշտ ոնց որ լիներ, եւ մեր գումարտակը մենք այդտեղ կանգնացրել ենք
ուռած թվեր չեմ ուզում ասեմ, բայց միայն 27 դիակ մեր մոտ մնաց այն դեպքում, որ մոջահեդները, չէ, այդ մոջահեդներից վարձկան վերածված, ասենք, Սիրիայի թուրքամանները, ուրեմն ցանկացած խոցվածին վերցնում տանում էին։ 27 դիակ մենակ մնացել էր մեր ձեռը։ Այդքան էլ հավքել տարել էին։ Մենք կանգնացրել ենք ուրեմն իսրայելական զրա բանը, այդ կալոնան, իսրայելական զրահատեխնիկայից եւ տանկերին ենք կանգնացրել։ Հնարավոր չէր թուրքերին արդեն էլ հաջողությունը տե գրանցել։ Մարտունու դիրքերը գրեթե բոլորը, բացի իրանց աջ ֆլանգը, որը Հադրութի հետ հարևան էր, անսասան կանգնած էին, ակնան կանգնած էր, Մարտակերտը հետ էր քաշվել մեջքով ցարված հասցնելու հնարավորություն կար, որտեվ քանդված բնագիծը Ֆիզուլի, Ջաբրայիլի, Հադրութի թիկունքից հարվածի հնարավորություն էր։ Թիկունք հարվածելու համար ինքը պետք է մեր վրայով անցներ, հենց մեր գումարտակի մտներ թիկունք Մարտունուն, ինքը չկարացավ մեր վրայով անցներ։ Կարմիր շուկան անսասան կանգնեց։ Հիմա ես այդ ոչ թե մեզ եմ գովում, ամբողջությամբ Արցախը այդ վիճակում էր, անձնակազմը մաքրվել էր լավ եւ վատ իմաստով բալաստից, զոհված, վիրավոր, փախնող, սիմուլյանտ, եսի մինչեր մնացել էին կաստյակը, այն ողնաշարը պաշտպանության բանակի եւ իրան օժանդակող ջոկատների եւ այդ անձնակազմը առյուծը մեջտեղից ճաղողներ էին, սաղ Սամսոն էին, սաղ ես այտենց տղերքի մեկ էլ երևի 90 թվերի այն սկզբներում էին տեսնում, երբ որ ասենք 10 հոգի կանգնած էինք ու մի ռուսական օմոնական վաշտ մեզ գրոհում էր ու հետ չէինք քաշվում իջև հրաման, այտենց տղեկ էին։ Հիմա գալով վերջին արարին, ցավալիորեն տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, ընդհանրապես մի պորտալար մնաց դեպի Արցախ տանող, բայց ամեն դեպքում ունեցած տեղեկություններով զգալի ռեսուրսներ ամեն դեպքում Արցախում շարունակում էին գոնե թե ռազմատեխնիկական առումով մնալ։ Այո։ Եվ այնպես չէ, որ 100,000 բնակչի հաշվարկով հնարավոր չէր ունենալ 3 տարվա ընթացքում կազմակերպված օպերատիվ խմբեր, որոնք օպերատիվ կոնկրետ խնդիրներ կլուծեին հարկ եղած դեպքում տարբեր ուղղություններով, որովհետև հիմա դե շատ է խոսում այն մասին, որ ամեն կերպ պետք է արդարացնել այն ինչ տեղի ունեցավ եւ Արցախ ունակ չէր պարզապես որևէ կերպ հակազդել հարձակվող ուժերին եւ անգամ այն պարագային, որ տևական ժամանակ Հայաստանից կամուրական ջոկատներ տարբեր ուղիներով այդ նաև զարտուղի մտնում էին Արցախի տարածք, մասնակցում էին պաշտպանական աշխատանքին։ Մենք այնտեղ ունեցանք 1 օր ինտենսիվ մարտ, բայց ավելի շատ ինտենսիվ մարտ, վերջին ամենամարտի մասին է խոսքը։ Ավելի շատ ինտենսիվ մարտ ադրբեջանական կողմից, քան մեր կողմից եւ վերջնարդյունքում հանձնված պաշտպանության բանակ կամ այն ինչ որ մնացել էր պաշտպանության բանակից։ Ինչ կարելի էր նախաձեռնել այդ վերջին 2023 թվականի ամսի 19-ից սկսված գործողությունների ժամանակ, արդյոք Արցախը ներսից ունակ էր իրավիճակը փոխել այնպես, որ Ադրբեջանը հետ կանգներ էթնիկ զտման գաղափարից հաշվի առնելով, որ ինքը գործ ունի ռազմական ուժի հետ, ամեն դեպքում փոքր, բայց ռազմական, եւ ինչ կարող էր այդ պարագայում անել Հայաստանը, որը 2022-ին արդեն պաշտոնապես ճանաչել էր Արցախը Ադրբեջանի մաս։ Ճանաչումը ընդհանրապես կապ չուներ, Հայաստանի Հանրապետությունը Արցախի բնակչության գարանտն էր եւ ինքը կարող ասենք միջամտեր նաեւ զինված ասենք, բայց այն իրավիճակը, որը որ ստեղծվել էր նաեւ անգործոնյա 3 տարվա պատճառով։ Ինչ էր խանգարում ծուղակներ պատրաստել, ինժեներական կառույցներ անել։ Ոչ ոք չէր խանգարում։ Անիվները Կաշենի հանքի, ասենք, մեքենաների այդ հսկայական անիվները էկոլոգիայի եւ էկոլոգների, թուրք էկոլոգների բարձրաձայնելու միշտ խնդիրներ էլի, ոնց որ մեր մոտ, ասենք, բանի հանքերը, Սյունիքում եղած հանքերի անիվները։ Այդ անիվները դիրքում շատ լավ, գմբեթը 2-ը վկա, շատ լավ կրակակետի բանա գլուխ են դառնում, հողով ծածկված եւ այդ անիվները հարյուրներով այնտեղ կար։ Ուղղությունները ոչ թե սաղ ճակատը այտենց ամրացներ, ուղղությունները հնարավոր ճեղքումների, ախր իրանք ընդհանրապես 2 ուղղության վրա, ասենց 4 ուղղություն իրար դեմ դիմաց գնացող բան ունեին, էլի, մասնատելու խնդիր էին լուծելու, ու դա պարզ երևում էր, ընդհանրապես երբ որ ինձ ասում են դու սենց բաներ ես ասում, չգիտես խի իմ ասածը կատարվում է, կարող է դրանից է որ քարտեզը շատ կոնկրետ թղթի վրա նկարած, ասենք, իրավիճակը առաջացնում, դու տեսնում ես որտեղից պետք է բան անեն, երբ որ ես 16 թվականի փետրվարին ասեցի, որ հարձակվելու են
շեղող ուղղություն Քարվաճար, Թալիշ, Աղդամի վրա լարված կսպասեն միջև հաջողությունը լինի եւ ասենք ջրականի ուղղություն, այդ լալալայք են վերցնելու եւ Թալիշի դիրքերը։ Ինձ ասում էին պանիկա է ստարացում։ Հենց այդ ձև եղավ։ Բայց ոչ թե դրանից, որ ես իմ ինչ հանճար եմ, քարտեզը պարզ ցույց է տալի, որտեղ է հնարավոր հարձակում անել, որտեղից դու թույլ, եթե ասենք դու թույլ տեղերը տեսնում ես ու ամրացնում ես քո թույլ տեղերը, հավանական ուղղությունները հակառակորդի հարձակման, որը փորձելու է քիչ ուժերով մեծ հաջողության գալ, դու այդտեղ ինչ որ հակաքայլեր ես անում, ծուղակներ ես անում, շատ բան է։ Հիմա ինչքան կարող էր Արցախի բանակը մնացած բանակը Անverջ։ Այն զենքն ու պաշարը, որ իրանք ունեին, անverջ կարային բանային։ Այնտեղ խնդիրը բնակչության բաններ, խաղաղ բնակչության հարցներ, որոնց թուրքերը սպառնացել էին, որ ասենք սկսեն բնակավայրերին խփել, փաստորեն պատանդ վիճակ էր խաղաղ բնակիչներին։ Այդ բլոկադան արդեն պարզ ասում էր ուր էր տանում, էլ այդ պարզ երևում էր։ Խաղաղ բնակչությունը քիչ-քիչ այդտեղից հանել էր պետք։ Այն բնակչությունը, որը որ զինված պայքարին, ասենք, միայն բեռ էր, այ ոչ թե ասենք մեկը հաց թուխ էր, քիչ-քիչ հանել, ով էր մենալու վերջ։ Իրանց ընտանիքների անդամները, որոնք տարածքը պահում էին, երեխաներին։ Ով էր պատրաստ լինելու զոհել իր ընտանիքը, վստահ լինելով ռազմական գործողությունները վաղտեղուշ լինելու։ Խիա զոհում, ընտանիքը հանեին, ես էվակուացիայի հետ եմ, էվակուացիայի մասին է խոսքը։ Այդ դեպքում մնալու էին միայն զինվորականները։ Միայն մնային ուժերը, միջև բլոկադան, ասենք, դադար էր գործել։ Դա կարող լիներ մի ամիս, մի տարի։ Այդ Լենինգրադի, ասենք, փորձը լավ մի բան մեզ չի սովորացրել, այդքան գոնե իմ սերունդը քանի անգամ պիոներիայի ժամանակ Լենինգրադի այդ պաշարման վերջի օրը sense տողան-մողան էինք անում, ձեռներով sense էինք անում, բայց չպետք է դասերը քաղեինք, երեխեքին ընդեղից էվակուացնելը ոչ միայն որբերին, այլ երեխաներին բերում էր ընդրան, որ կռվողը չի մտածում իր երեխան, Ղարսի անկումը Էրզրումից Պարադնի հետ վազքը դեպի Սարդարապատ, մենակ ընդրանից է, որ ցռան վախկոտ, ահա, կարող է մի քիչ ընդրանից է, որ բանտանիքը սարա, հեսա թուրքերը առաջ եկան բան, բա պետությունը ինչի համար է ստեղծել, որ պատերազմի դաշտում զինվորը պետք է իր ընտանիքի մասին մտածի։ Պետությունը դրա համար է, որ այն ֆունկցիաները, որ դու միշտ անհատ ես եղել, երբ որ մամոնտի կաշին, ասենք, վրեդ փաթաթած էր, դու քո ընտանիքը պաշտպանում էր, պետությունն է դա անում։ Դու պետությանն ես պաշտպանում, իսկ պետությունը կազմակերպում է քո ընտանիքի անվտանգությունը, կուշտ մնալը եւ այլն։ Վերդիկտն է, որ հնարավոր էր պայքարել։ Միանշանակ, բայց նախորոք այդ օր ես բանա իմ լավ բարեկամ, ասենք, Մարտուն ու Արծիկը ասաց մի օր մենք դիմացանք, մի տարի էլ կդիմանայինք, բայց ասում է, որ մի երկու հատ խփենք գյուղին, ասում է արդեն համա հելավ։ Ո՞րտան շնորհակալ եմ շատ, որ այդ օրվա հիշողություններով եւ առհասարակ ես Հակիրճ քրոնիկոնով փորձեցիք այդ թվում նաև գուցե հեռուստադիտողին տեղ հասցնել, որ անելանելի ոչինչ չկար, առհասարակ ամենած այրերի իրավիճակներում էլ ելք հնարավոր է գտնել, եթե ապավինում ես եւ խելքին եւ մի քիչ էլ խորամանկությանը հավանաբար։ Ոչ մի դեպքում ուրիշի վրա չես հույս դնում, միայն քո խելքին, քո բազուկին։ Եվ հուսամ, որ այս դասերը գոնե թե նմանօրինակ զրույցների եւ հիշողությունների շնորհիվ հնարավոր կլինի քաղել հետագայում նմանօրինակ աղետներից խուսափել, թեպետ վստահությամբ չեմ կարող ասել, որքանով ենք դասեր քաղում։ Հուսամ, որ ամեն դեպքում համառ աշխատանքի դուք ձեր տեղում, ես իմ տեղում եւ առհասարակ հնարավոր է լինելու հասնել համընդհանուր գիտակցման, հետագայում այսպիսի ծայրահեղ անթույլատրելի սխալներ թույլ չտալ։ Մի փոքր բան ավելացնեմ։ Դավիթ ջան, մենք հաճախ խոսում ենք մենեջմենտ, բան չէ, sense բաներ ենք ասում, շատ հաճախ չհասկանալով ինչի մասին է խոսքը։ Խելքը գլխին ռեսուրսների օգտագործումն է մենեջմենտը։ Ես այդպես եմ հասկանում։ Արդյունավետ օգտագործումը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Խելքը գլխին մեր հնարավորությունները երբեք չենք օգտագործել։ Մենք մեր դաշնակիցներից հրաժարվում ենք, նկատի ունեմ, ասենք, ցանկացած դաշնակից, այդ թվում նաև Սփյուռքից։ Մենք մեր ռեսուրսները օգտագործել չենք հասկանում, որ ցանկացած գյուղացի, որ կողքդ կանգնած է, իր գյուղի կտուրի վրա կրակել են բողոքում, իր ձեռը հրացան տաս, մի երկու հատ վարժանք սովորացնես, երեխուն էվակուացիայի պլան մշակես ու աշկի դեմը
հարևանը արդեն տարեց հարևանը գա իր երեխուն էվակուացնի, ինքը առյուծ մեջտեղից կճեղի, այդ իր արդեն ընտանիքը չէ, գյուղը, հողամասը պաշտպանում։ Այլ հոգսեր ունենք մենք, այդ թունև քաղաքական հավատացեք դրան չի հասնում։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տաղանում հյուրընկալել էի ՈՄԱՌՀԿ ղեկավար Վովա Վարդանովին, ասահման շնորհակալ եմ։